Հետքը Բյուզանդի 1/3 հասցեում 2005 թվականից է։ Այս տարածքը կարծես մեր տունը լինի, որովհետև այս տարածքը ինքներս ենք նախագծով հաստատել, ինքներս ենք վերանորոգել եւ եթե տեսնում եք, ինքը բաց տարածք է, այսինքն բազմաֆունկցիոնալ տարածք է։ Այստեղ եւ ունենում ենք նկարահանումներ, լրագրողները աշխատում են, խմբագիրը այստեղ է նստում, շատ խիտ աշխատանքային մթնոլորտ է, երբեմն մեր լրագրողները բողոքում են, որ շատ աղմկոտ է հետքում, բայց հետքը հենց դրա մասին է։ Այստեղ եւ հետաքննողների ծանր հրետանին է նստած, այստեղ խառն է թիմը եւ հետաքննական թիմ կա, փաստերի ստուգման թիմը իդեմս Վահեի, մեր ամենաակտիվ կտորը գրասենյակի դա մեր պատշգամբն է, որտեղ բոլոր քննարկումները սուրճի գավաթի շուրջ են ընթանում, թերևս հիմա էլ այնտեղ։ Եթե գնանք այն մյուս հատվածը գրասենյակի, կտեսնեք հետքի տպագիր թերթի առաջին օրինակը։ Մեր պատմության բոլոր կտորները կտեսնեք, այսինքն մենք Արցախյան պատերազմի վավերագրողներն ենք եղել եւ մեր ամենասիրած լուսանկարներից մեկը Հայոց բանակի։ Հետաքննությունները կապում են հետքի հետ։ Չգիտեմ, երևի դրանից է, որ մենք այդ հիմնադրեցինք կազմակերպությունը, տենց անունը մնաց, հետաքննող լրագրողներ։ Ավելի վաղ է սկսել հետաքննությամբ ես զբաղվել, երևի 90-ականների վերջերին, երբ որ այն ժամանակ հեռուստաընկերության տնօրենը Տիգրանն էր Նաղդալյան, ասեց, որ արի հաղորդում արա, ես հեռուստատեսությունը մի քանի տենց հաղորդաշարերի փակման պատմություն ունեի եւ առաջին հաղորդումը ինչքան էլ տարօրինակ կլինի, եթեր չգնաց, դա Արմենթելի սեփականաշնորհման մասին էր, եթերից հանեցին հենց եթերի օրը, հետո դա ամեկով գնաց, դժբախտաբար ամեկն էլ որոշ ժամանակ հետո փակվեց։ Այդ փուլում ինտերնետը նոր սկսել էր զարգանալ, Հայաստանում գիտեք շատ դանդաղ էր զարգանում, բայց ես մտածեցի, որ ավելի լավ է ստեղծել մի բան, որ ոչ մեկը չկարողանա փակի, այսինքն միշտ փակում էին հաղորդաշարերս եւ 2000 թվականներին մի քանի հոգով հավաքվեցինք եւ ստեղծեցինք կազմակերպությունը, մյուս տարվանից արդեն կայքը ստեղծեցինք եւ հետաքննությունները սկսեց հրապարակվել կայքում, շատ քիչ էին, նենց որ հետքի էջը որ նայեք, շատ քիչ հետաքննություններ էին, գիտեմ ամիսը 1, 2 ամիսը 1, միջոցներ չունեինք եւ տենց առանց միջոցների որոշ ժամանակ աշխատում էինք, դժվարին փուլեր էր եղել էր որ ամիսներով իսկապես աշխատավարձ չենք ստացել, բայց հետո կայացանք աշխատանքով, այսինքն սկսեցինք նորմալ հետաքննություններ անել եւ հայտնի դարձանք։ Չգիտեմ, հիմա շատ լրատվամիջոցներ կան Հայաստանում, որոնք հետաքննություններ են անում եւ նորմալ է, այսինքն նաեւ գուցե մենք դարձանք պատճառ, որ ուրիշ թերթեր սկսեցին հետաքննություններ անել եւ իսկապես հիմա Հայաստանում լավ հետաքննական ռեսուրսներ ստեղծում են տարբեր լրատվամիջոցներ։ Իրականում, երբ որ մարդիկ զանգում են, երբ որ նամակ են գրում, հենց դրանք իրենց իրավունքների ոտնահարման հետ է լինում կապված, չգիտեմ, քննչական մարմիններում, համայնքներում, դրանք բոլորը այդպիսի պատմություններ են, ասենք հիմա այս վերջերս օրինակ ինքը հետաքննություն չի, մի հատ պարզ դեպք, օրինակ բանի Արտաշատի հիվանդանոցում մեկի ձեռքը կոտրված գնացել է, գիպսում պետք է դնեն, վիրահատությունից չսկսած ինքը մահացել է, այսինքն սխալ սրսկում է եղել եւ մահացել է, եւ 3 տարի հիմա փորձաքննություն է գնում այդ դեպքում, այսինքն այդ մարդկանց իրավունքների ոտնահարման, մարդու իրավունքների հետ է կապված, հարազատները դիմել են, ասում են չենք հասկանում, ոնց կարող է 3 տարի փորձաքննություն գնա, մենք էլ սկսել ենք հետքերով գնալ, ասենք չգիտեմ, բոլոր երեխաների իրավունքների հետ կապված,
շատ կա կապը, անդադ զանգում են իսկապես, ես չեմ էլ հարցրել, չգիտեմ ուրիշ խմբագրություններ զանգեր ստանում են, նամակներ ստանում են, նաև նամակներ ենք ստանում երբեմն պետական համակարգից, իհարկե տենց անունները փոխած, մեյլեր նոր ստեղծած, ինչ որ կոռուպցիոն գործարքների մասին են ասում, տվյալներ են տալիս, այդպիսի նամակներ ենք շատ ստանում։ Չգիտեմ, կապը նորմալ է, կապը կա։ Փուլեր կան, որ գրեթե բոլոր հետաքննություններից հետո քրեական գործեր հարուցվում են, բայց հետո դրանց ճակատագիրը տենց հետո մոռանում են, կամ փակվում է, կամ չգիտեմ, կասեցվում է, չգիտեմ։ Եղել են դեպքեր, երբ որ արդյունքներ ունեցել են, այսինքն պաշտոնյաներ են հրաժարական տվել, տենց դեպքեր էլ շատ ունենք, բայց հիմնականում մեզ չեն սիրում, բայց դա նորմալ է, այսինքն չեն սիրում եւ իշխանությունները, համարյա իշխանությունները չեն սիրում եւ ընդդիմությունը, որովհետեւ կարող է թիրախում հայտնվեն թե ընդդիմությունից մարդիկ, թե իշխանություններից, բայց դա նորմալ է, մենք գիտենք, որ դա լավ է, եթե մեզ չեն սիրում։ Խնդիրը սենց ներկայացնենք, անտառ վերականգնման եւ անտառ տնկման, թե համար հսկայական գումարներ է մտնում երկիր դրսից, եւ գրանտային եւ վարկային։ Հիմա քիսոն ֆիքսել է, որ կան տեղեր, որ մի քանի անգամ տեղ այդ աշխատանքը կատարել են, որում կատարվել է տարբեր ծրագրերից։ Հիմա մենք կոորդինատները ուզել ենք չեն տալիս։ Հիմա բաց չի, որտեղ ամասում որքան անտառ է տնկվել։ Իսկ են իրանց այսին քառակուսի մի հատ տենց բան ունեն, է։ Չէ, քառակուսին չեն տվել, հատված տեղամաս են տվել մենակ։ Նիշան էլա միշտ գալիս էստեղ բերում այդ կովերը։ Էս Միշան, Հա։ Պաստայանի, էսի, այեսեն ստոլբեկի, կնում ես վերելի։ Հա։ Էդենց մինչև ենտեղով փոսով ջուր է կնում։ Ինձ թվում է գիտեք, որ հետքը հենց այդպիսի ուղղվածություն ունեցող լրատվամիջոցը հետաքննական, ես բուհը ավարտելուց ի վեր ընդունվել եմ աշխատանքի հետքում եւ այնտեղ էլ սկսել եմ առաջին քայլերը հետաքննական։ Հիմնականում նախկինում զբաղվում էի միջազգային հետաքննություններով, գլոբալ, օրինակ Պանամայի փաստաթղթերը, դրախտային փաստաթղթեր եւ այլ։ Հետո սկսեցի զբաղվել շրջակա միջավայրով, անցանք հանքավայրերի թեմաներին, Հայաստանի բոլոր ոսկու հանքերը, մետաղական հանքերը նույնպես հետաքննել ենք, հասկացել ենք իրավիճակը ոնց է։ Չգիտեմ, պոչամբարներով ենք զբաղվել, անտառների վարձակալներով ենք զբաղվել, Երևանի Դալմայի այգիներով ենք զբաղվել, շատ թեմաներ են եղել այս ընթացքում։ Հետքը բարբերաբար հետևում է անտառային ոլորտի զարգացումներին եւ մենք բազմիցս անդրադարձել ենք դերևս վարչապետի խոստացած 10 միլիոն ծառ նախագծին, թե դա ոնց տապալվեց եւ ինչ աշխատանքներ են իրականացել դրա շրջանակներում, ինչ որ պահի կամաց կարծես թե հասունանում էր գաղափար, թե այստեղ անտառ են տնկել, չի աճել, մարզից լրագրողներ ունեինք, որ ահազանգում էին, որ մեր մարզում օրինակ չի իրականացել ծառատունկը, ու քանի որ շատ մասնագիտական գիտելիքներ պահանջող ոլորտ է, մենք խնդրեցինք պարոն Ղազարյանին մեզ հետ որպես փորձագետ մասնակցի այս հետաքննությանը եւ իր խորհուրդներով, ինչպես նաեւ ներկայությամբ տեսնեք մեզ օգնում է։ Այսինքն ըստ էության մինչև միջոցառումը իրանք որևէ ձևի չեն հստակեցրել, հիմքերը նորմալ չեն պատրաստել, որպեսզի կարողանային ճիշտ ձևով պլանավորել, իրականացնել եւ հետո դրանից հետո պահպանություն եւ մնացած միջոցառումներ իրականացնել։ Այս արբանյակային պատկերի վրա ըստ էության հետագծերը խոշոր եղջրավորը երևում է ոնց են անցնում, երևում է որ մշտական
ծանրաբերվածության տակ այս արածեցման, հա։ Տեսեք, այստեղ փողեր են, միջոցներ են վատնվել, դա արդեն կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում։ Հետո պետք է հասկանալ, թե որքանով է քո երկիրը ուզում կոնկրետ օրինակ բնապահպանության ոլորտը որքանով է կարևորում ու ինչ առաջնահերթ քայլեր է կատարում։ Այդտեղից է նաև ինչ որ ձգտում դեպի բնապահպանական ոլորտ, որ դու ես ուզում ապրել մաքուր երկրում, դու ես ուզում ապրել այն երկրում, որտեղ հարգում են քո ապրելու իրավունքը, որ նաև բնության հետ է կապված, կամաց դեպի այս ոլորտը մի փոքր ավելի շատ թեքվել։ Մեզ տրամադրած ցանկից մեր փորձագետի օգնությամբ տեղորոշել ենք մի քանի կարևոր հատվածներ, որտեղ որ կասկածելի են կամ արբանյակային կամ ինչ-որ գործիքներով մշակել ենք, հասկացել ենք, որ այդտեղ խնդիր կա, պետք է այցելենք այդ տարածքներ։ Վերցրել ենք մի քանի խնդրահարույց տարածքներ, Լոռիում ենք լինելու, որոշել ենք նաև Սյունիք գնալ եւ Արագածոտնի մարզում ենք, մեկ էլ Հրազդանի անտառտնտեսությունում ենք լինելու։ Մի քանի հատ կա, օրինակ էսա։ Էսա։ Մի քանի հատ կա։ Կեչի, հա։ Էսի հացին է։ Այն շարքը կա ահագին։ Կոնկրետ իմ դեպքում տեղեկատվության տրամադրումը հիմա ավելի բարդացել է։ Նախկինում ավելի լուրջ էին վերաբերում հարցումներին եւ ավելի լուրջ պատասխաններ էինք ստանում։ Հիմա կարծես ցրելու չուզենալու ինչ-որ ինֆորմացիա տրամադրել, որովհետեւ մտածում եմ, որ դու դրա տակ ինչ-որ բան կգտնես ու անընդհատ կարիք է լինում երկրորդ, երրորդ անգամ նույնիսկ հարցումներ ուղարկել, բայց դու լրագրող ես, դու չես կարող մի խնդրի վերաբերյալ 10 հատ հարցում ուղարկել, մի հատ էլ դատարան դիմել դրա համար, որ 2 տարի ձգվի այդ process-ը կտան թե չէ, էլ դեռ հարց է։ Դու ստիպված մեկ-մեկ անտեսում ես, ուղղակի կամ թեման չես շարունակում կամ, չգիտեմ, բաց ես թողում այդ կարևոր մասը, օրինակ, հիմա չեն տրամադրել գումարի չափերը, չէ, շատ կարևոր մաս է մեզ համար, բայց իրենք չեն տրամադրել։ Հիմա մենք պիտի դատարան դիմենք դրա համար պիտի 2 տարի անցնի դատական process, մենք գուցե եւ ստանանք, վստահ եմ կստանանք, բայց այդ ինֆորմացիան այնքան հին եւ ուշացած կլինի, որ այլևս կարիք չի լինի դրան անդրադառնալու։ Մենք այդպիսի մի փորձ ունեցանք, երբ որ կապիկների կենթանիների առևտրի մասին հետաքննություն էինք անում ու շրջակա միջավայրի նախարարությունը մեզ մերժել էր, ուղղակի չէր տրամադրել։ Մենք դիմեցինք դատարան, այդ CITES-ների բոլոր ներմուծումներն էինք խնդրել, ստացանք այդ ներմուծումները, բայց ստիպված ուրիշ աղբյուրներ էինք փնտրել, ուրիշ երկրների հետ կապ էինք հաստատել, որ մենք իրենց արտահանումները նայեինք, իրենցից մարդիկ գտնեինք, ովքեր ներմուծել էր Հայաստան, այդ ինֆորմացիան մենք արդեն տեղադրել էինք, արդեն հրապարակել էինք եւ 2 տարի հետո այդ արդեն մեզ պետք չեկավ։ Մենք ունեինք այդ փաստացի արդեն։ Օրինակ, այս առաջին հարցումը, որ արել ենք, տարվա սկզբին ենք հարցումը արել, դա է ոնց որ հիմնակարը դրանից ենք սկսում մենք հասկանալ, թե որտեղ ինչ կա։ Հունվարից սկսել ենք աշխատել, սա որ երրորդ ամիսն է, արդեն 7-րդ ամիսն է։ Չնայած մեզ ստիպված ենք նորից հարցում անել, նորից ինչ-որ տվյալներ ուզել, շատ դժվար տվեցին այդ տվյալները, մի քանի անգամ զանգեր, կռիվներ եւ այլն, մինչեւ վերջ միևնույն է չեն տրամադրել, բայց թե ինչ կա, արդեն կարողանում ենք գոնե առաջ շարժվել։ Մեկ ամիս, 2 ամիս երևի կարողանանք ավարտել այդպես։ Հիմա հետաքննություններից հետո մեկ էլ տեսնում ես հայտնվում են ինչ-որ խմբեր եւ մեծամասամբ ֆեյքեր են լինում եւ սկսում են, չգիտեմ, ասենք, եթե իշխանությունների մասին են, սկսում են քոչարանական, սերժական, միշիկական, չգիտեմ, դաշնակցական, ինչ գնահատականներ ասես տալիս են, հակառակ դեպքում էլ եթե ընդդիմությունից են, այսինքն նախկին պաշտոնյաներ են, ասում են նիկոլական, չգիտեմ, բայց տենց, ասինքն այդքան մեր վրա չի ազդում դա, որովհետև ասինքն արդեն գիտենք դա ոնց է լինում, եւ սովորական տենց տանում ենք։ Մեզ նաեւ տենց գրանտակեր են բարբերաբար ասում, սորոսական, գրանտակեր, շպիոն, չգիտեմ, ամեն ինչ ասում են, բայց դե մենք, ասինքն մենք մեր հետաքննությունները շարունակում ենք անել, էլի տենց։ Դրա վրա էլ արդեն ուշադրություն չենք դարձնում վաղուց։ Իրականում շատ տարբերություն չկա, այն ժամանակ էլ իշխանությունների կողմից անտարբերություն զգացվում էր հրապարակումների նկատմամբ, հիմա էլ է զգացվում, առավել եւս եթե դրանք վերաբերում են իշխանությանը եւ նրանց ներկայացուցիչներին կամ նրանց ունեցվածքին կամ գնումներին եւ այլ, այն ժամանակ էլ գնումներում հաղթում էին
պաշտոնյաներին առնչվող անձինք եւ ընկերություններ, հիմա էլ նույն գործելակերպը շարունակվում է, հիմա էլ նույն պաշտոնյաներն են, նույն անձինք, ոչ մի բան չի փոխվում, իշխանությունը երբևէ չի փոխվում մեզ համար, լրագրողների համար, որովհետեւ մենք միշտ գնահատում ենք այն, ինչ որ ինչպես է աշխատում իշխանությունը եւ ինչ դրական կամ բացական փոփոխություններ են լինում։ Այն որ բնապահպանական օրինակ հանրությունը սկսում է քննարկել քո արտարծած խնդիրները եւ վերհանած խնդիրները, արդեն ինչ որ բան նշանակում է ու նաեւ որ պատկան մարմիններ ուշադրություն են դարձնում կամ քրեական գործեր են հարուցում կամ ինչ որ փոփոխություններ են անում, թե օրենսդրական, թե չգիտեմ, կարգավորումներ, թե վարչական վարույթներ են հարուցում, այդ արդեն կարևոր քայլ է, որ դու եթե ինչ որ աշխատանք արել ես, դա արդյունք է գրանցել ու ինչ որ փոփոխության բերել է ի վերջո։ Չգիտեմ ուրիշ խմբագրություններ ոնց է վիճակը, բայց մեր մոտ այդպիսի օր չկա, որ նամակներ, զանգեր ստանանք եւ հիմնականում թեմաների մեծ մասը նաեւ դրանից է, մյուս մասը մենք ենք մեր քննարկումների ինչ որ process-ներ ա գնում կամ ինչ որ ասենք տեսնում ենք կառավարության որոշում ա եղել, մենք տեսնենք այդ որոշումը ինչի համար է, ում համար է կամ օրենք են փոխել, ում համար են փոխել, դրանից ով պետք է օգտվի, մի մասը մենք ենք ընտրում, մի մասը հանրությունն է առաջարկում։ Այդպես շատ հետաքննություններ կան, նույնիսկ մեր ծանոթներից մեկը տենց առաջարկ արեց ֆիլմ անելու, հա, մեր Դուբայի սեքս բիզնեսի այդ ցանցի բացահայտումը լրիվ տենց ֆիլմի թեմա էր, որովհետև հիմնական պատմությունը սովորաբար հետաքննության տենց երևի մի 80%-ը չի հրապարակվում։ Եվ որպես կանոն դա ամենահետաքրքիր մասն էր, որովհետև այնտեղ կային, օրինակ, Դուբայից մի զոհի էինք բերել, դրա մասին ընդհանրապես չենք գրել, մի հատ ուսանող էինք բերել։ Հիմա փառք Աստծո, դա շատ արդեն 10 քանի տարի անցել է, բայց այդ ուսանողը հետո ամուսնացավ, չգիտեմ, հիմա նորմալ կյանքով էր ապրում։ Ինքը զոհ էր, օրինակ, ասենք իրար հայտնվել է, համալսարաններից մեկում էր սովորում, հայտնի, այև այնտեղ գնալը արդեն մի հատ պատմություն էր։ Մեզ այդ հետաքննության հետո հետքը Դուբայում արգելափակեցին, չգիտեմ, հագին երկար տարիներ մենք փակ էինք, մենք էլ ընդեղից այդ վերջի պահին իսկապես փախել էինք։ Մեր հանքերի, ոսկու հանքերի մասին ֆիլմը եւ հետաքննությունը երկու մրցանակ ստացավ այդ տարի, մեկը դիտակ հետաքննական մրցանակներ Internews-ի կողմից, մյուսն էլ Արևորթի բնապահպանական մրցանակը ստացավ զուտ տեսաֆիլմը ու շատ քննարկվող բաներ դարձել ինքը։ Այդ հետաքննությունից հետո պատկան մարմինները որոշեցին, որ մենք ունենք հանքավայրեր, որոնք չեն շահագործվում, պետք է կամ լիցենզիայից զրկել այդ հանքատերերին, լիցենզիայի տնօրինողներին կամ փակեն հանքավայրերը, ինչ որ գործընթաց սկսվեց, շատ հետաքրքիր, որ ստիպում էին վարչական վարույթներ էին հարուցում չգործող հանքավայրերի նկատմամբ եւ լիցենզիաներից զրկում էին։ Մի քանիսին այդպես լիցենզիայից զրկեցին, մյուսները սկսեցին շահագործել։ Ինչ որ արդյունք գրանցեց էլի։ Շատ բաներ տենց անարձագանք ա մնում, որովհետեւ փոքր հերոսներ են, փոքր բնակավայր է, քաղաքական բաներ չկան տակը, ընդհանրապես պետքա չգիտեմ, ինչ որ թիմի անդամ լինի քո հերոսը, ինչ որ ընդդիմություն կամ իշխանություն, որ արձագանքներ ունենա։ Սովորական մարդը դժվար է սովորական մարդուն հերոս դարձնել հիմա։ Չեմ ամենի նաև մամուլը հիմա ընդհանրապես մեծ խնդիրների առաջ է, սոցիալական ցանցերը լրիվ ուտում են մամուլին։ Դրա համար նաև տեղափոխվել են, չգիտեմ, մերոնք են տեղափոխվել սոցիալական ցանցեր, փորձում են ինչ-որ հետաքրքիր ձևով ներկայացնեն այդ հերոսներին։ Ինչ-որ դեպքեր կան, որ հաջողվում է, օրինակ ասենք բանտարկյալներից այս վերջերս մեկի մասին նյութ էր, Պերուից մի հատ աղջկա մասին, ինքը սոցիալական ցանցերով շատ մեծ արձագանք ունեցավ։ Հիմա դրա շարունակությունը գնում է, բայց դեռ այսինքն փորձում ենք այնպես անել, որ այդ կնոջը, չգիտեմ, ազատեն գնա իր երկիր։
սոցիալական ցանցերը նաև ինչ որ ուժ ունի, որ արձագանքը շատ մեծ է ալնում, չգիտեմ, իշխանությունները սկսում են դրա վրա ուշադրություն դարձնել կամ տարբեր մարմիններ սկսում են ուշադրություն դարձնել։ Հիմնական խնդիրը կրթական ծրագրերն է, բայց դա մեր բոլոր բուհերի, բոլոր կրթական ծրագրերն է, այդ վիճակը մենակ ժուրնալիստիկան չի։ Դա պետք է վերափոխվեր, բարեփոխվեր, բայց այդպես էլ տարիների ընթացքում, չգիտեմ, առաջ չեն գնում։ Ես համալսարանում դաս էի տալի երկար տարիներ, բայց հետո դուրս եկա եւ որպես բան այտենց փոփոխություն բերելու որոշեցինք այդ դպրոցը սարքել եւ կարծես թե բան են գոհ են, որտեղ մեր լրագրողները, մեր ավարտած լրագրողները տարբեր լրատվամիջոցներում աշխատում են, ոնց որ իրանց պահանջարկը կա, այսինքն երևի բավարար հմտություններ են կարողանում իրանք սովորել մեր դպրոցում, եթե դուք էլ գնաք կտեսնեք այդ երեխեքին, հենց պայծառ երեխեք են, պայծառ ուսանողներ են։ Իրականում ես ընտրում եմ մարդկանց, որոնց մի քիչ դժվար է կառավարել, մի քիչ բան են, չընթարկվող են, բան են, հաստակող են, տենց մարդկանց է ընտրում, դրանք նորմալ լրագրողներ են դառնում սովորաբար։